Փաշինյանն ասում է ուսումնասիրել է անկախության հռչակագրի տեքստը եւ եկել եզրահանգման, որ այդ տեքստով Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Ահա այս պատճառով ըստ նրա նոր սահմանադրությունում հղում անկախության հռչակագրին պետք է չլինի։ Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց ելի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Փաշինյանը նախորդիվ բազմից է ասել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն է, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանից։ Իսկ Ադրբեջանի սահմանադրությունում կարդում ենք, որ այն հենվում է 1918-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա, որը միակ փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Այսուհետև Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը կազմված արևելյան եւ հարավային Անդրկովկասից, անկախ պետություն։ Իսկ պաշտոնական Բաքվի քարտեզում արևելյան Անդրկովկասը ներառում է ուշադրություն Սյունիքի մարզը, նաև տարածքներ Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Անցած տարի սեպտեմբերի Նյու Յորքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի, բայց հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, համաձայն որի կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը, որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթների չիրականացման։ Փաշինյանն այստեղ պարզաբանեց խաղաղության պայմանագրում հոդված կա, որն ասում է կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար։ Բաքուն հիմա միջանցք է ուզում։ Մեղմացում չի լինելու, հայտարարում է Փաշինյանը։ Մենք մեր դիրքորոշումը վաղուց ենք ասել։ Մենք մեր դիրքորոշումները խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց, այդ թվում այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Եվ այդ ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք։ Դրա մասին եմ խոսում։ Ադրբեջանի ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան ոչ չենք ստացել։ Ճանապարհների հետ կապված իդեպ Հայաստանն Ադրբեջանին ասում է պատրաստ է բացել երկաթուղին Հորադիս երասխ գծով։ Բաքուն սակայն Երևանից դժգոհ թեքվել է դեպի Թեհրան։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Տեսեք, Ադրբեջանը ըստ էության ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ-որ մի բան։ Մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղից։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չեն օգտվի դրանից։ Եվ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ բարձ հասկանալի լինի, եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրանի Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով։ Խոսելով նոյեմբերի 9-ի փաստաթղթին ադրբեջանական հղում հիշատակումների մասին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում մի բան չկա, որից ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջականությունը, ինքնավարությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացնի, որևէ երրորդ ուժ մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրված։ Իսկ ռուսական վերահսկողության մասին ասաց. մենք այդ հարցին տվել ենք պատասխան, որ դա կարող է լինել մոնիտորինգային գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ արբանյակային գործիքների միջոցով։ Սիրունի Շմուրադյան, ժամը լրատվական։